Ժողովուրդ օրաթերթը գրում է 2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ Սուրբաննա եկեղեցի կատարած այցը, որն ուղեկցվեց միջադեպով եւ մինչ օրս վարչական հսկողության տակ է։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Նույն օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումների հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը, նա բացասական արձագանք է առաջացնում։ Հրապարակ օրաթերթը գրում է. մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիևն ընտրությունների շեմին ինչով եւ ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին եւ կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ԿՊԱ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է Ալիևն ավելի լավ լուծում է գտել։ Մեր տեղեկություններով Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների երկու խմբի վերադարձնել Հայաստանին։ Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում 3, բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք։ Անշուշտ մեծ ցնծություն կտիրի Հայաստանում եւ Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կարելի է տեսնել այն արժեքային բախման դաշտը, որի առանցքում հայտնվում են ազգային ինքնության, պատմական հիշողության եւ հոգեվոր ավանդույթի նկատմամբ վերաբերմունքի հարցերը։ Իսկ նման ընկալումը ձևավորվել է ոչ թե մեկ անձի դրվագի կամ պատահական իրադարձության արդյունքում, այլ կൂട്ടակային գործընթացի միջոցով, որի ընթացքում տարբեր դրվագներ մեդիա քաղաքականությունից մինչև կրթական եւ մշակութային որոշումներ դառնում են միևնույն ուղղության բաղադրամասեր։ Այդ համատեքստում շատերը զարմանալի ու ինչ-որ առումով յուրահատուկ ահազանգ են համարում այն, որ ապրիլի 24-ին, երբ Ծիծեռ Նագաբերդեին այցելել ամենայն հայոց կաթողիկոսն ու բարձրաստիճան այլ հոգևորականներ, հանրային հեռուստաընկերության եթերում կադրը միանգամից այսահարված հեռացրին նրանցից, ապա ինչ-որ անհայտ մեկի հետ անիմաստ հարցազրույց եթեր հեռարձակեցին, մինչև վեհափառ հայրապետն ու հոգևորականները կավարտեին հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգը անմար կրակի մոտ։ Հրապարակ օրաթերթը գրում է. մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն։ Պարզվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, քրեակատարողական հիմնարկներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել։ Իսկ ինչպես են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները հարց ուղեցին Արդարադատության նախարարությանը։ Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ։ Մեզ հասած տեղեկություններով պատկան մարմինները մի քանի տարբերական մտածում ընտրության օրը տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր, ներքին գործերի նախարարության աշխատակիցները կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց։ Վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։ Հրապարակ թերթը գրում է. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր, այժմ ասֆալտապատ է։ Չինչինի կենտրոնում հավաքված նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին Նիկոլ վարչապետ վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Խալումյանին հարցրեց, ինչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է, նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։ Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։ Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, Նիկոլ վարչապետ գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարևան Նավոր գյուղ տանող դպրոցի ճամփան։